Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Երևի հասկացաք ինչից խոսքը կգնա, ուրեմն մոտավորապես բացատրեմ թե ինչի եմ գրել 15+, որտեվ սա կլինի որոշ չափով ավելի էմոցիոնալ, իսկ երեխաները ավելի պատանիները պետք է արդեն սկսեն կրթվել 15-ից հետո, դրա համար որտեվ կլինեն պատմական ակնարկներ, որ մարդիկ ավելի ճիշտ աշխարհը ճանաչեն, ինչպես եւ տեսեք, ինձ մարդիկ գրեցին, ուղարկեցին այս հոլովակը, եթերը, այդ բժիշկի Հայկ Մանասյանի եւ դիրիժորի, ում անուն այսօր մենք կկոչենք Խեռախորոփ, Հայկ Մանասյանի եւ այդ Խեռախորոփի այդ հարցազրույցը. Ես ընդհանրապես նրան չեմ հետևում, նրա մոտ մենակ հիմարների ինչ-որ մի հարթակ կա, որտեղ կխոսան էլ վտարանդի կառավարությունից, էլ ընդեղ Վիլսոնյան Հայաստան մուտիլով կեքից, էլ ինչից ասես աֆրիկյան հեքիաթներից, ընդեղ վարձկաններով Նախիջևան գրավելուց, մի խոսքով ինչքան խելագարություն կա, նրա ալիքում դուք կհանդիպեք։ Դրա համար ես չէի լսում, չեմ էլ հետևում։ Եվ դες էլ խորհուրդ չեմ տա, դա մտավոր առողջությանը վնաս է։ Բայց մարդիկ ասեցին դու ուտես, սա քո արձագանքի կարիք ունի։ Դրա համար ես լսեցի ու հիմա այս ձայնագրում եմ այս հոլովակը։ Բայց ես տեսա թե ինչ տեղի ունեցավ Հայկ Մանասյանի հետ, որ նա գիտեք այնտեղ Մարկ Տվենը լավ խոսք ունի, ասում է երբեք մի վիճիր ապուշի հետ։ Նա քեզ կիչացնի իր մակարդակին եւ այնտեղ կջախջախի։ Փորձեց այդ դիրիժոր Խեռախորոփը Հայկ Մանասյանին բերել իր դաշտ եւ այնտեղ ջախջախել։ Դրա համար մարդիկ ինձ խնդրեցին ես արձագանքեմ, հետևորդներ պարզապես խելացի մարդիկ ում հետ ես կապի մեջ եմ, ովքեր իմ հետ են կապի մեջ, ես լսեցի 1 ժամ 40 րոպե այդ հաղորդումը, եզակի խելացի մարդ, որ եկել էր այդ Խեռախորոփի հարթակ, ով չի լսել, լսեք, ես հիմա մոտավորապես համ կբացատրեմ, համ կմեկնաբանեմ այդ ամեն ինչը, էլի, ուրեմն առաջինը ես միշտ մոռանում եմ ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, որ ինձ եթե գնահատեցիք, ես ճիշտ եմ համաձայն եք, դրեք լայք։ Վերջում, երբ որ կլսեք, կհասկանաք եւ կոմենտարիա գրեք, որտեվ այս միջոցով, այս իմ ձայնը կհասնի մնացածին, որտեվ ինձ չի աջակցում հենց այդ նույն հարթակները հատուկ ծառայությունների կողմից Միացյալ Նահանգների, ինչպես աճացվեցին հենց ուկրաինական այդ թեզերը, այդ տարածվեցին հենց ուկրաինացի ժողովրդի մեջ, հետո Հայաստանում են տարածում սրանց աջակցում, որ չես էլ ուզում նայես, իրենքը համացանց առաջարկում այդ գործակալներին իրա։ Ես չունեմ աջակցություն ոչ մեկի կողմից, ոչ Ռուսաստանում օրինակ հայերի կողմից, ինչ որ հայկական այդ ալիքների կողմից, Facebook-ում ինչ որ մի քանի հատ կան, բայց ոչ մեկ իմ ձայնը չի տարածում ինչ որ մի տելեգրամյան կամ բան ալիքներով իմ եթերները։ Ես մենակ եմ։ Ես ինքս սուվերեն եմ, ես ինքս խոսում եմ իմ գիտելիքով, որ արդեն գնահատել են շատերը եւ շնորհակալ եմ, եւ փորձում եմ ձեզ բերեմ ստապ դատողության դաշտ, այլ ոչ թե ուռապատրիոտների կամ ալգագոլիկների այնտեղ թերքամետների կամ տարբեր։ Դրա համար բաժանորդագրվեք եւ այդ լայքի կոճակը սեղմեք եւ մի բան գրեք։ Հիմա տեսեք, ինչ տեղի ունեցավ այս բանի խոսակցության ընթացքում, էլի, ժողովուրդ ջան։ Հայկ Մանասյանը շատ ճիշտ խոսաց։ Բայց այս Խեռախորոփը փորձում էր Հայկ Մանասյանին բերել տգետների ուռապատրիոտների դաշտ։ Հարց, շատ կեղտոտ հարց, ումն է Արցախը գումարած, նայեք, բանը, Նախիջևանը։ Հիմա լսեք, այ Խեռախորոփ ու պոռնկացին հետևորդներ, անգրագետ պոռնկացին, ես բացատրեմ, դրա մեջ կարող է լինել նույնիսկ իմ զավակները, տեսեք որ չընդունեք սա բան այդ, որտեվ ես ինքս երիտասարդ տարիքում շատ ճարաճճի եմ եղել ու շատ հնարավոր է թողած լինեմ ոմանց, որ ես տեղյակ չեմ, մի խոսքով, բայց ամուսնանալուց հետո սուրբ եմ եղել, ասում հավատացիք։ Դրա համար այդ որ չեն դաստիարակվել ու հիմա այս տգետ մասսան են ձևավորել մեր ազգաբնակչության, ասում եմ, այդ դա այդպիսի մարդկանց մեղքն է եղել, ինչպես եւ իմ, միգուցե, որ լսեք, այ Խեռախորոփ պոռնկացիններ, երբ որ են բեղավոր մի հատ բան կարե, ավստրիացի նկարիչ կար, չստացված, էլի, դրա անունը տամ, համացանցը կարող է ինձ արգելափակի, էլի, սենց Ադոլֆ էր անունը, գերմանացի, հիշեցիք, իմացաք ում հետ եմ։
Երբ որ նա գալիս էր իշխանության Գերմանիայում, նա չէր ասում, որ ես գնալու եմ պարտված հողերը հետ բերեմ առաջի համաշխարհայինից հետո, չեմ գնալու սենց զենքեր սարքեմ, միջուկային զենք սարքեմ, տեխնոլոգիաներ ձեռք բերեմ, հարձակվեմ հետո աշխարհը գրավեմ։ Ստալինը Ռուսաստանը ծախում էր այդ ժամանակ Գերմանիային պողպատ եւ բենզին, նավթամթերք, սարյարքա, նրանց մոտ դիզելներ մենակ։ Նույն Միացյալ Նահանգները Ֆորդը օգնում էր Գերմանիային։ Այդ մարդիկ չեն կանգնում առաջի օրվանից ասում աշխարհ մենք գալու ենք գնալու ենք հետ բերենք, որ ձեր նման բոզզի վաստակները առաջի հարցը ումն է Արցախը։ Տո քակ չքրֆեմ էլի շատ այլանդակ լինի 15+, այ խերա խորոբ չարու չաթլախ։ Այդ հարցը չպետք է տաս։ Այ խերա խորոբ լրագրողներ ղախպացին, այդ հարցերը մի տվեք մարդկանց։ Բայց այդ հարցերը շոշափում են, մենակ ասեմ ովքեր չպետք է տանեն, ովքեր ձայներ պետք է փոշիացնեն։ Հիմա հերթով կանցնեմ դրան։ Իսկ լուրջ քաղաքական գործիչը, որ պետք է վաղը գնա խոսի եւ գրավի իշխանություն կամ լինի իշխանության մաս, այդ քաղաքական գործիչը չի խոսում, այդ թեման չի շոշափում, որտեղ պետք է գնա Թուրքիայի հետ խոսակցության, համագործակցության, սահմանների, դրանք մեր հարևաններն են, Ադրբեջանի հետ կամ բան։ Իսկ այն ուռա պատրիոտները, որ կան մի բաժակ խմել են, արա գանք, գնանք աղբեր Արցախը, մերն այսպես արաղի բաժակները տան գլխներին թուրքերը կփախնեն, նժդեն ասում է թուրքը մարտիկի ոգի չունի, մենք որսորդական հրացանով կգնանք Բաքու, այս ղախպի տղեկը կներեք էլի արտահայտությունից, դե բայց գրել է 15+։ Անում են, պարզապես սա պոպուլիզմ է։ Ու որ դաշտներ ուզում տեղափոխել, այս ղախպեն խերախորոբ դիրիժորը, որ ուզում է բերել այդ դաշտ, ունդեղ ասել հիմա դու համաձայն չես, նույնն էլ բանի հետ կապված, բանի հետ, լուստրացիայի հետ։ Դրան էլ կանդրադառնամ։ Ես լսում եմ դրա այդ հարցազրույցը, ոնց որ դարել էր այն չար ու չատլեղ բանը, Ցիպինը, ես ասում եմ, այ ղախպի տղա Ցիպին, ես քեզ չեմ ասում բան, էլի, որ ես ասում եմ Հայաստանը դառնա Ռուսաստանի սատելիտ, ինքը անդադ ասում է դու ուզում ես որ Հայաստանը դառնա սատելիտ։ Այ պրովոկացիա է անում, հասկանում եք, մարդկանց մոտ ուզում է քցի ու բարձրացնի այդ թրքամետ ուժերի համբավը, այ որտեվ Եվրոպան հասկանալով դա Թուրքիա պետք է հասկանաս, այսօր բոլորի համար է պարզ է։ Բոլորի համար պարզ է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Ու նույնն էլ հիմա այս խերախորոբն է։ Տեսեք, այս դիրիժոր խերախորոբի մոտ նորմալ մարդ Հայկ Մանասյանն էր, տես որ եկել էր, ես լսեցի։ Ես իրան ընդհանրապես չեմ հետևում։ Ինձ մարդիկ որ ասեցին հետաքրքիր է լսիր, սա քո արձագանքի կարիք ունի, դրա համար 1 ժամ 40 րոպե լսեցի։ Արագացված եմ ես լսում, բայց տեղեր կա նույնիսկ դանդաղացրեցի, որ 2 անգամ լսեմ։ Հաղորդման սկիզբը, մեկ էլ վերջը։ Շատ հետաքրքիր էր։ Ու հիմա ինձ մի բան ասա, խերախորոբ, դու որ մոտդ կանչում էր օրինակ բանին, ակունա մատատային, աֆրիկացուն, նա ասում էր գնալու եմ ուռա պատրիոտ եմ, բերեմ բանը, Նախիջևանը։ Այ խերախորոբ, բա ինչի չէիր հարցնում, դու ոնց ես պատերազմելու վարձկաններով Թուրքիայի զորքի հետ, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակի, տեսեք հետևորդ։ Իրանք սենց խելացի հարցեր չեն տա, որտեվ իրանց պետք է ռասկրուտկա անեն Նիկոլին աջակցող մի զանգված, որ իրականում Նիկոլին աջակցող զանգված է լինելու, կամ ձայները փոշիացնեն հանուն Նիկոլ Փաշինյանի, կամ եթե ինչ-որ միտեղ գրավեն, հաստատ հանձնելու են Նիկոլ Փաշինյանին իշխանությունը։ Իրանց ձայներով աջակցելու են։ Միանշանակ, ես սա ձեզ ասում եմ։ Միանշանակ, որտեվ իրա մոտ չկա ոչ իրական ԿՊ-ից հարցազրույց ինչ-որ մեկի հետ, ոչ էլ նույն Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ մնացած ովքեր կան Քոչարյանի դաշտից ինչ-որ մարդկանց։ Երբ որ իրական համար 1 եւ համար 2 րոպեին նրանք են, որ պայքարում են իշխանության համար։ Բայց իրա մոտ կանչում է այն չար ու չատլախա զանգվածին մի հատ կա էլի ուսկասու մոտները ուռա պատրիոտներ խաղալ էլի, որ գոնե նրանց միջոցով կարողանան աջակցեն ոչ ուղիղ ձևով Նիկոլ Փաշինյանին։ Բա ասկան նայեք ինչքան անհայտ բնության անհայտ նագդոն ասես կգար մոտը կխոսար էլի որ արա նայում ես ասում ես մեկ է դու ասում ես ովքեր են արա բայց կան ռեալ խոսացող մարդիկ ընդդիմադիր դաշտում տեսեք նույն օրինակ բերեմ հենց Արտուր Ամբարձումյանը երբեք այդ խերախորոբը չէր կանչի ինչի չէր կանչի
Որտեվ Արտուր Համբարձումյանը ռեալ անդիմադիր գաղափարներ է ասում։ Նույն որ պետքա ոչ նախքին, ոչ ներկա։ Ինչի՞ էս մարդկանց չեն կանչում, ես շատ եմ զարմանում։ Նույն Արտուր Համբարձումյանը չի գնա, չի խոսա բանի հետ։ Իմիջայլոց Великая Armenia Արսենի համարը ով ունի ինձ փոխանցեք, էլի իմ անհատ կամ բանի վրա, Messenger-ի վրա կամ WhatsApp-ի համար ունեմ YouTube-ում թողած։ Այնտեղ իր էջի առաջի էջին էլի։ Մի հատ ուղարկեք, էլի ինձ Արսենի հետ ես կուզենամ խոսամ։ Տեսնեմ ընդհանրապես էլի, որտեվ ես իր այդ կոնտակտ իսկապես չունեմ։ Ում հետ ասես կոնտակտ կա։ Արտուր Ասատրյան, Դոն Պիպոյի բռնած համարը բոլորին ունեմ ես։ Արա Աբրահամյանի համարներն են, բայց մարդիկ կա, որ չեմ կարողանում գտնել էլի։ Ու իմիջալոց, Ժիվիլի Արսեն, գոնե ինչ որ մի հատ էլեկտրոնային հասցեբան թող քո էջի տակը, հասկանում ես, թե մենակ քո շեֆերի միջոցով քո հետ պետքա կապնվեն, որ քո հետ ինչ որ մեկը խոսա։ Великая Armenia-ի Արսեն, ալո։ Երևի այդտեղ հասավ էլի։ Մի խոսքով ինչ ասում, ու այս խրախորոփը որտեվ բանին այդ ուժերը որ մեծ խոսում են Արցախ ենք հետ բերելու, էս ենք անելու, Արցախը մերն է, սրանք պրովոկացիա ասա իմ թիմակիցներին են շատերը տալի, իմ ընկերներին, որ պարզապես ասեն, տես դուք վատն եք, մերը լավն է, որ այ մեր մոտի աֆրիկացին կամ են մյուսը գնալու է Արցախ հետ բերի, բայց նրանք հազիվ 3% էլ չտանեն։ Ու այդ մարդիկ տեսեք երբեք իշխանության չեն գալու, նրանք գիտեն որ իրանք չեն գալու, որտեվ եթե պատկերացեք մի մարդ որ ասում է գնալու եմ Նախիջևանը բերեմ, Արցախը հետ բերեմ, հենց ընտրությունները հաղթեց մյուս օրը Ադրբեջանը խփում է Հայաստանի։ Դուք սրա մասին մտածում եք, Արդակ Աֆրիկանսկի Ակունա Մատատա։ Մտածում ես, արա, դուք ինչ դիստանցիայի վրա ենք մենք, եթե մի հատ հարված եղավ, Հայաստանը հակաօդային պաշտպանություն ընդհանրապես չունեք։ Օդեկաբեն սարեցված է, Ամերիկան էլ դա ին դա լամպաչկի 100%։ Եվրոպան էլ այնտեղ շատ բան կան, այսպես մի հատ գլուխ թափ կտան, կդատապարտեն ու վերջ։ Կգան այստեղ սերի կքաշեն, կետան էջմիացնում ձեր բաների մեջը կշռեն կքաքեն, այն որ մերոնը անում եք կամ բաները էլի, այն ղազանների մեջ որ եփում եք կամ այն սուրբ ջուրաբանը, այդտեղ կանեն այդ ալտարի վրա կքաքեն, մեկը Եվրոպան մենակ բանան։ Ոչ էլ բանը կգա, այն JD Vance-ը որ ձեզի օգնի։ Հասկանում եք քրիստոնյաներից։ Այսա կլինի, եթե ձև ինչ որ մեկ այդ ձևի գաղափարներով փորձի գա իշխանության։ Մի անգամից մտնելու է լրիվ գրավի հասնի Հայաստան։ Էլեկտրական ցանցերի հետ կռմբակոցի, դուք տեսնում եք Ուկրաինայում ինչա լինում։ Այն ջրամբարներով, բան ինչ կա, հասկանում եք, ինչ համակարգ կա, որ երկիրը պահում է, էլի էլեկտրական ցանց, հոսանք, ջուր, ինչը մարդը խմում է, գազամուղ, լրիվ այսինքն կդրեն մի օրվա մեջ կավերեն։ Այդքանի դեմը կարող է առնի ինչ որ մի ձևի ուռապատրիոտ, որ ասում Արցախը մերն է, ու սենց հարցեր են տալի, որ մարդուն պարզապես վարկաբեկ են։ Վարկաբեկ են, որ նրան ասեն, տես Արցախից հրաժարվում է։ Այս թեզը, որ ընդհանրապես տարածել եք, այս է ղախպի ծնունդները իսկականից։ Այս թեզը տարածում են, որ վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը չի ասում տենց բան։ Ասում եմ Ադոլֆը, երբ որ այդ ամեն ինչը ուզում էր անել, այդ ավստրիացի նկարիչը էլի չստացված։ Նա չէր ասում ես գալու եմ այդքան անեմ։ Արա դուք այդքան խելք չունեք, արա, այս աստիճան, արա, կներեք էլի իսկականից, արա անասուն ազգլնի, որ մեր մոտ կա ու մեկը sense ուղիղ տեքստով չի ասում։ Դրա համար ես հայհոյանքով եմ ասում։ Որտեվ խելացի մարդիկ դա հասկանում են, բայց այն անգրագետ բոզի տղա զանգվածը որ կա անասուն, խմենք գնանք գերավենք որսորդական պապուս հրացանով, այդ զանգվածը մենակ խլեշն է հասկանում։ Մենակ խլեշը, ականջդ կանցիչ, սպարապետ։ Գնալու եք գրավեք արա։ Ինչ եք անելու, դուք Ադրբեջանի դեմը, այս րոպեին դուք դաշնակիցներ ունեք, որ ձեր այդ անվտանգության ինչ որ այդ բանը ապահովի էլի, բարձի կլինի։ Ոչ sense մեծ խոսում են։ Ու այս խերախորոփը դիրիժոր կոչված, այդ նույն հարցը քանի անգամ ասեց ուզում անընդհատ բստարում է, որ ինչ որ միտեղ հասկացնի մարդկանց, որ բժիշկը բանա, վերջը բժիշկը լավ էլ ասեց այդ ձևի անասուն կա, անջատեք կնոպկեքը դուրս եկեք եթերի մեջից։ Իսկ այդ ով որ այսօր Արցախը տվել է, ծախել է, վարկեր է վերցրել, հողը հանձնել, պետություն լուծարել 1 միլիարդի համար համարյա։ Այդ մարդիկ այսօր կամ Սամվել Կարապետյանի այսպես թիմում են sense մի մասը Սերժի Քոչարյանի, Ծառուկյան Գագիկի կամ Նիկոլ Փաշինյանի, այսպես օփշակ են գցել այդ փողերը ու կիսել իրար մեջ։ Ու ժողովուրդը պետք է իր հարկերից մուծի ու այդ վարկերը փակի։ Հասկանում եք։ Իսկ նրանք պետք է, չգիտեմ, գլենդելներում, բանում, դաշնակների հետ տժժան փողեր ունենան, բան։ Դու կարաս դաշնակի դեմը խոսաս խերախորոփ դիրիժոր։ Դու նախ
Հələ դեռ Ամերիկայի քաղաքացի չես, ինչքան գիտեմ։ Դու հենց խոսացիր դաշնակի դեմը, դաշնակը միանգամից հենց այն գործակալներին կուղարկի քեզ դա իսկ շփրտեն բան, սամանից դուրս։ Դու երբևիցե ասել ես որ դաշնակը դա հայի մարմնի վրա աճած պարազիտ է։ Պարազիտը դա նայեք վիրուսի, դա կենթանիա, որ մտնում է մարդու հյուսվածքներով սնվում։ Այդ դա դաշնակն է։ Դու ես ձևի բարձրաձայնել ես, այ խերախորոպ։ Հա։ Դու ես բարձրաձայնես մյուս օր Ամերիկայից գյուլի պես կտրնես։ Ու իսկ որ Բժհայտ Մանասյանը բարձրաձայնեց համարյա դա այն որ 96 թվականին զորքը մտավ Երևան քաղաք, որ առաջինը նա զորքը հանեց հայ ժողովրդի դեմ, հետո մարտի 1 եղավ Ռոբերտ Քոչյանը սովորեց Վազգենից, այսպես ազնիվ խոսացող մարդ քո մոտ եղել էր խերախորոպ դիրիժոր, որ ասում ես դու որ վարչապետի տեխնացու չեղալ էլ քեզ չեմ կանչի։ Ոնց որ մնացածները ցաղ որ մոտդ գալիս են անհայտ կարմիր գրքից կենթանիներ, խոսում են սաղ վարչապետի տեխնացու են, այ խլանքոտ չարու չաթլախ։ Այսպես պետք է խոսած որ հասկանա ժողովուրդ ջան։ Տեսեք սենց է կարամ խոսամ, դա եմ ասում, ես անես լպիշ կարամ լինեմ, բա գլեշա սպարապետը այնտեղ բան էլի նախանդի։ Չնախանդի բան է, ասի ես մեկ ուզումա տեղից գրավ, ինձ չմտածեք։ Բա այսպես բաներ չես խոսա, խերախորոպ դիրիժոր։ Դաշնակ դու դաշնակին դեմ դուրս գաս Ամերիկա, մալա որ ռիթմուկ կնկարեն կղրգեն բան միանգամից KGB-ի պատվո։ Կամ բանը Լյուստրացիայի համար որ խոսում ես։ Արա դու գիտես դա ինչա նշանակում։ Դա շատ բարդ process է։ Ես շատ կուզեմ լյուստրացիա լինի, բայց դա պետական անվտանգությանը կարող է հարվածի, երբ որ դու քո KGB-ի սաղ բարդ պատվալը բացես, ասես եկեք լրագրողներ ու բան ուսումնասիրեք ոնց որ Էփշտեյնի ֆայլերը։ Հասկանում ես դուք սենց որ խոսում եք լյուստրացիա, դու իսկ չգիտես դա ինչա։ Դա այնա որ Գերմանիան պատը քանդվելուց հետո շտազի ամբողջ ցուցակները բացեց փռեց ժողովրդի դեմը։ Դու գիտես հետո ինչ եղավ։ Այ խերախորոպ անգրագետ Նագդոն։ Բայց քեզ մի բան ասեմ, դիրիժոր չաթլախ, երբ որ Դուդայևը Չեչնյանն այդ անկախացավ, ոչ թե անկախացավ, այդ 90-ական թվերն էր։ Այդ անկախական շարժումը սկսվեց Չեչնայում, Դուդայևը դարձավ արդեն պրեզիդենտ, ու իրանց ձեռ ընկավ այդ KGB-ի արխիվը, կար առաջարկ, որ ինքը բացեր, էլի։ Բացեր, որ մարդիկ տեսնեն, էլի ով է համագործակցել։ Դուդայևը վառեց այդ արխիվը, այ խերախորոպ չարուչատլախ, գիտես։ Վառեց, որ ասելով մի բան, որ լսեք մեր գերմանացի, ասում գերմանացի, չեչեն ժողովուրդը բան ունի, Արյան Վրեժի ինստիտուտ։ Միգուցե այս արխիվները բացենք, Արյան Վրեժի ամբողջ մի ալիք բարձրանա։ Ու հակառակը պարակտի չեչեն ժողովրդին։ Իսկ չեչեն ժողովրդի դիմաց է ժամանակ կար պայքարի գաղափար, որ անկախանան սովետական կամ Ռուսաստանից։ Այս սա խելացի մարդ էր, հասկանում ես, բայց քո նման խերախորոպը միտեղից լսել է լյուստրացիա։ Պետք է KGB-ն բացի այն մարդկանց անունը, ովքեր որ օրինակ մտնում են գալիս են իշխանության կամ եղել են երբևէ իշխանության ինչ որ մի մաս, չինովնիկ։ Դրանց պրոբլեմ չկա, դա պետք է ինչ-որ նուրբ ձևով արվի, բայց ոչ թե դնես ու այդ լյուստրացիա որ ասում է, դա ամբողջը պետք է բացես։ Տեսեք, հիմա Արաբաթը բոլորը գիտեն արդեն դա համարյա հաստատված փաստ է, եթե չեմ սխալվում, որ եղել է հենց Սերժ Սարգսյանի օրոք ազգային անվտանգության կողմից, հա, բան եղած, գրանցված հավատարմագրված կամ էլ բան, գործակալ։ Բայց գիտենք, որ ազգային անվտանգություն ասելով մենք Հայաստանում հասկանում ենք իշխանության աթոռ անվտանգություն, էլի։ Դենք ազգային անվտանգություն ունենենք, վաղուց կիմանանք, որ Ադրբեջանը գալու է պատերազմա լինելու, ոնց է լինելու, ինչ է լինելու, ոնց պատրաստ լինեն բրոնեժիլետ առնեն, հակնեն, չհակնեն, Մերոնով պաշտպանվեն բրոնեժիլետի փոխարեն։ Բայց չէ, մենք ազգային անվտանգությունը մենակ սարքած է սրանն է, այսպես մուտիլովկե կանելու համար։ Կամ խոսում ես, նույնը դու խերախորոպ լավ ասեց Հայկը, իսկ ՑՌՈ-ի ագենտներին պետքա բացես, հա։ Այ Նագդոն խերախորոպ, լսիր, մեկը հենց դու Բևերի լավ բարեկամն ես, հենց Վարուժան Ավետիսյանը, մեկ էլ Ժիրայր Սեֆիլյան։ Արա, հենց մի բան ասա, այդ ոնց եղավ Բևերը գրավեց գունդը, այն տղեկից շատեր հիմա դատված են, բանտում նստած են, բայց այս երկու ղախպեքը միջև հիմա ազատ են, որտեղ գործակալ են եղել։ Բանի վրա Սեֆիլյանի վրա հաստատ կա, բանը կասկածը դա հնարավոր է ու ճիշտ է շատ հիմնավորված աղբյուրներից կան։ Այդ ոնց եղավ նրանք չդատվան այնքանը դատվեցին, հա։ Տեսնում եք, որտեղ այնտեղ համ դուք դվայնո դրանք երկու երկրի շպիոն են, ով գիտի իրեք, համ Իսրայելի, համ Սերժի, համ ՑՌՈ-ի ամերիկական, միգուցե չորրորդն էլ մի 7-ն է։ Այդ նույն մի 7-ից շատ լավ էլ համագործակցում են դաշնակները, տեսեք, երկիրը ծախում են վարի են տալիս հանուն Թուրքիայի։
Հենց որ մեկն էլ իրանք են գնալու, հասկանում ես։ Դու ես գնալու մեկ խեռախորոբ դիրիժոր։ Եթե լուստրացիա եղավ, որպես KGB-ի գործակալների բան, լրատվական բան էլի, սենց միջոց։ Կոմոդ շատ գան այն խեռախորոբ բևեռականներ, ու որ խոսան J.D. Vance-ը հայա, ժիրայր դել ինչ-որ Վանեցյան։ Այլ ձևիներին դու կանչես կոմոդ, այլ ոչ թե Հայկ Մանասյանի պես խելացի զարգա մարդու։ Ու մոդը խոսակեշություններից։ Այսպես մարդիկ են քեզ, որ գան պատմեն, թե ոնց է, որ սա հայ են, հասկանում եք, Ալբերտ Էյնշտեյնն էլ է հայ, չգիտեմ, Վուդրո Վիլսոնն էլ է հայ, ով կա հայա։ J.D. Vance-ը հայա, արա, ասես, մենակ բևեռական անասունի ուղեղով կանցներ ես բան, արա, վայ։ Ու դու ասում ես, դու որ վարչապետի տեխնացու եղար, մոտս չեմ կանչի։ Դու կոմոդ ոչ մի նորմալ մարդ չպետքա գնա, քո ալիքը պետքա նույն Հայկ Մանասյանը, հենց մյուս օրը եթերով հայտարարել, որ սա ղախպա ալիքը մի հատ լրիվ ծառայում այնց Նիկոլ Փաշինյանին ու նրա օկտին ձայներ փոշիացնողներին։ Մարդիկ, որ այսօր Նիկոլից փող են ստանում, Նիկոլի այդ բաներից եկող էլի, նրանց ալիքներում աճում են, նրանց ալիքներով զարգանում են, ես առանձին կանադառնամ բանին էլ հենց այդ, որ շատ եք ինձ գրում։ Ինչ է դրա անունը, մոռացա են, ջահել եմ։ Առանձին հաղորդում կլինի։ Իսկ դրա անունն եմ գրած ես, մոռանում եմ ակտին։ Գուրգեն Սիմոնյանին։ Այսպես մարդկանց հասկանում եք, պետք է ձայներ փոշիացնելու համար լինեն Նիկոլ Փաշինյանի դաշտում, Վազգենի աղբեր, այնտեղ Խզմալյանը չատլախը զանգված։ Ու բևեր այսերա նման այն բանը, այն մուսպիտ դարաստը կար, ինչ էր անուն, արա էլի հիմարներին հավաքում էր այն բանը, Լենդրուշը, տեսեք, խոսում էին մանկապիղծ տերտերներից, այ Լենդրուշի մոտ, որ մեկ ասեր, այ ղախպեք, որ խոսում եք, ուր է քրեական գործ, արա դատախազ, ակնոցավոր աղջիկ, ուր են այդ մանկապիղծ տերտերների վրա հարուցված քրեական գործերը։ Այսպես մենակ օթում խոսում են, այսպես ալիքները տարածում են մարդկանց մոտ, հիմար բաները տարածում, առանց հիմքի ու տես չեն ասում, բայց ուրա քրեական գործ, որ եթե եղել է մանկապղծության դեպք։ Ուրա դատախազը Նիկոլի մարդն է, դե թող գնա այդ տերտերին բռնի։ Այս կուզենայի ասել, լսեք, սա է իմ ստապ դատողությունը, ես ոչ մեկին չեմ ենթարկվում։ Դա համար դուք հիմա եթե հավանեցիք իմ եթերը գնահատեք, կոմենտարիա գրեք, ձեր կարծիքը գրեք։ Ես մենակ եմ, ես չեմ ենթարկվում ոչ Գագիկ Ծառուկյանին, ոչ Սամվել Կարապետյանին, տեսեք սազանդարները լիքն են, Նիկոլի սազանդարները, Էնյուսի, ավտակ, աֆրիկանսկի բան։ Ես սուվերեն եմ, ես մենակ եմ։ Ես ազնիվ եմ գնահատում գնահատականը ու վիճակը խոսում, շատ բան կա Ռուսաստանին վերաբերվող, ես ինքնասպան չեմ ես րոպեին կամ ինչ որ ինքս իմ գլխին չեմ սարքի խոսամ, որ ձենս կտրում եմ։ Հասկանում եք։ Սա է։ Իսկ Հայկ Մանասյան, ես լսեցի, խելք ես հավաքել, էլ քեզ սուպեր վարչապետ չես համարում, իմ ասած բառերն է, որ ամառը ասում եք, դու այդքան տոկոս հավաքես, ես էշի պես կզռամ, հիշում ես։ Դու հիմա հասկանում ես, որ չես հավաքելու, դե հետս գրազել չեկեք է ոչ մեկ։ Ու հիմա դու, բայց ուժ ընտրելուց զգույշ եղիր։ Նայիր հետո չփոշմանես։ Հետո չգա մի պահ, որ դու տեսնես, որ շտապել ես որոշելու, թե ում ճամբարին միանաս, ասում եմ Հայկ Մանասյան։ Ու ես ասեմ ժողովուրդ, ես Հայկ Մանասյանի հետ վաղուց չեմ խոսացել, երևի սկզբում էլ ասեցի, չեմ հիշում, ինքը նույնիսկ շարժականքեց այդ Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց այդ ցույցի համարին ուղարկած ձայնագրությանը, ես իր հետ խոսացել եմ անցած տարի, վերջի անգամ։ Երբ որ հարց ուղղեցի իրան, ինքը դա պատասխանել, թե համաձայն արդյոք, որ մեր տերտերները բան ունենան սանիտարական գրքույկներ, որպես բժիշկ իրան էլի։ Ինչով է տարբերվում սուպերմարկետի աշխատողի ձեռքը, որ կասա փող է տալիս, սան գրքույկ ունի, իսկ տերտերի ձեռքը, որ պատչում ենք, սանիտարական գրքույկ չունի։ Այդ է եղել իմ վերջի խոսակցությունը, երբ որ ժամանակացի Մանուկ Զախարյանի հետ ենք քննարկում, ու ես իրան այդ հարցը ուղղեցի։ Այդ է եղել իմ շփումը Հայկ Մանասյանի հետ։ Բայց ես լինելով ազնիվ մարդ, ես երբ որ տեսնում եմ անարդարություն, ես չեմ կարող չարձագանքեմ, դրա համար ինձ մարդիկ խնդրեցին ու ճիշտ էլ արեցին։ Շատ հետաքրքիր զրույց էր։ Հայկ Մանասյան, ամեն ինչ լավ էր, դուք դիմադրեցիք, ինչպես ասում էր Մարկ Տվենը, ճիչակ անմագարդակների մակարդակի, որ այնտեղ ձեզ տապալեր բանը։ Այդ ղուրրումսա դիրիժորը չստացված, մարդ դիրիժոր չստացվի, մարդուն ասի գնամ դառնամ բլոգեր։ Պատկերացնում եք, արա ում ձեզ ասեմ էլի
Մոցարտը ասեր ավելի լավ է գնամ դառնամ բլոգեր, բայց Մոցարտ չլինեմ, էլի դիրիժոր ու կոմպոզիտոր կամ բան, էլի, կամ Արամ Խաչատրյանը կամ բան, էլի, այդ անհաջող չստացված դիրիժոր, էլի։ Բայց մի օքի տեսեք, Գերմանիայում կար, Ավստրիայում չստացված նկարիչ, բայց ուր դարավ, երգիրը ուր բերեց, խելացի մարդ էր։ Հենց որ բացառություններ բոլորի մեջ է լինում, բայց մեր ազգի բախտը շտոտը չի բերում, էլի, այդ ձևի բացառությունների շրջանակում։ Շնորհակալություն, հաջողություն։